Լեհաստանում հայ դպրոցյան մայրաքաղաք է դառնում Կրակովը, որտեղ գտնվում է Արևելյան Եվրոպայի երկրորդ ամենահին համալսարանը։ Արդեն 7 տարի է Կրակովում հայկական դպրոց կա, որը հիմնել է Ադամ Տերլեցկին։ Վարշավայից 300 կիլոմետր հարավ ընկած քաղաքը հայաշատ չէ, սակայն ամբողջ Լեհաստանում ոչ պաշտոնական տվյալով 25-ից 30 հազար հայ ապրում։ Եկ խոսենք եղբայր իմ հայերեն։ Թույլ չտանք մեր լեզուն ավերեն, եկ խոսենք միշտ խոսենք հայերեն։ Չափածո հորդորն է Լեհաստանի հայ մանուկների կարգախոսը, արդեն 7 տարի նրանց դպրոցի ճամփան երկար ու դժվար չէ, հայրենիքից հեռու ընկերների, նույնիսկ ծնողների հայերեն հարցերի լեհերեն պատասխանները վճռական քայլերի դարձեցին, հայկական դպրոց է պետք։ Ասիմիլացման վտանգ էր սպասվում, որովհետև ես օրինակ անձամբ խոսելով իմ փոքր աղջիկա հետ հայերեն, պատասխանը ստանում էի լեհերեն։ Եվ շատ մեծ պահանջ կար, որպեսզի երեխաները գնան շփվեն միմյանց հետ եւ շփվեն հայերենով։ Հայկական կրթօջախ հիմնելու խնդրանքով երեխաների ծնողները դիմում են հայ մշակութային միության ղեկավարին։ Ադամ Տերլեցկին սիրով համաձայնում է աջակցել նրանց։ Կրակովի քաղաքային գրադարանում տեղակայված հայկական դպրոցն այժմ ոչ միայն կրթական ու մշակութային կենտրոն է, այլև Լեհաստանի բոլոր հայերի հավաքատեղին։ Տատս ու պապս մաքուր հայեր էին, Պողոսյան ազգանունով։ Մայրս ամուսնանում է Լեհի հետ ու թեև իմ մեջ հայկական ու լեհական արյունն է հոսում, բայց ինձ մաքուր հայ եմ համարում։ Ահա թե որն է պատճառը, որ հիմնեցի հայկական դպրոց։ Հուսով եմ այն դեռ երկար կծառայի օտարափերում հայեցի դաստիարակության գործին։ Դպրոցն այժմ մանկավարժների խնդիր չունի, դասագրքերի հարցով օգնում է կրթության ու գիտության նախարարությունը, որի հետ դպրոցն ակտիվ գործակցում է։ Հայոց լեզվին ու պատմությանն առնչվող անհրաժեշտ նյութերն աշակերտները համալրում են նաև համացանցի օգնությամբ։ Շունն ու կատուն հայկական թատերախմբի թոփ ներկայացումն է Կրակովի հայկական տիկնիկային թատրոնի բեմին իշխողը թումանյանական գույներն են։ Լորվա բառամթերքն ու ադատները լսելուց ու դիտելուց հետո պատանի հայ արտիստներին արդեն ծափահարել են ոչ ավել ոչ պակաս Վարշավայի թագավորական պալատում։ Այստեղ ծանոթանում ես թե կենցաղի հետ, թե նիստուկացի հետ ժողովրդի, թե ավանդույթների հետ, հայկական գույները պահպանելով, հայկական նախշերը պահպանելով, դա էլ է ծանոթացնում ժողովրդի հետ։ Հայերեն կրթվել ցանկացողների թիվն աստիճանաբար մեծանում է, ազգային փոքրամասնությունների կրթության ապահովման մասին լեհական օրենքն էլ նպաստում, որպեսզի դպրոցը մասամբ ֆինանսավորվի պետությունից։ Ազատի մայրիկն է ժամերով սպասում է այնքան, մինչև Ազատը դուրս գա դպրոցից։ Հայաստան վերադարձը որդու երազանքն է։ Երբ Ազատին հարցնում են դու հայ ես թե լեհ, քանի որ Ազատը ծնվել է Լեհաստանում, նա պնդում է, որ ոչ, ես հայ եմ։ Դպրոցին կից գործում են երգի պարի խմբակներ, այստեղ ամեն ինչ անում են, որպեսզի փոքրիկները հայկական արմատներից չհեռանան, հաղորդակցվեն հայ արվեստին ու մշակույթին։ Ծանոթանալով Կոմիտասի Խաչատրյանի Բաբաջանյանի ստեղծագործությունների հետ երեխաները հասկանում են հայ մշակույթը ինչ է իրենից ներկայացնում։ Հայկական դպրոցի գլխավոր սկզբունքն է երեխաներին հայեցի դասերակումը, ֆրանսահայերի Շահնուրյան նահանջի լեհական սցենարի կրկնության բացառումը։ Դպրոցի հիմնումից ուղիղ 7 տարի անց արդյունքն ակնհայտ է։ Երեխաները նույնիսկ լեհ ընկերների հեռախոսազանգերին հայերեն են պատասխանում։ Մայա Խաչատրյան, Սմբատ Հովհաննիսյան, Առաջին լրատվական, Կրակով, Երևան։